Արամ եւ գիտես ինչն է հետաքրքիր, որ օրինակ նայում եմ քոչայանական մեդիաներից մեկով հաղորդում է գնում եւ Փաշազադեի մասին են խոսում, ասում են Փաշազադեն դա այն մարդն է, ով տարիներ շարունակ թալանել է ադրբեջանցիներին։ Գիտես որ լինի, ասում է հարևանի հարսը լավն է, ավելի լավն է քան թե իմ հարսը, հիմա հարևանի հարսը ավելի վատն է, քան թե մերը։ Ու իրանք մոռանում են իրանք մասին տարիներ շարունակ ինչ են արել։ Մեկն էլ վերջերս ելույթ էր ունենում, թե բա Տիկին Բելան այդ ազնիվ կինը, այդ արդար անձնավորությունը եւ մեր հերոստատիտողին տեղը հիշեցնեմ։ Այդ ելույթ ունեցողի կանգանից ու երեխեքից խաբար չի, Տիկին Բելայի մասին է խոսում։ Եվ մեր հերոստատիտողին հիշեցնեմ, որ 2008 թվից 2010 թվականներին արամ Տիկին այդ արդար Բելլա Քոչյանը իր որդուց Սետրակ Քոչյանից, երբ մարդկանց աշխատավարձը 30-40 հազար դրամ էր, նվիրատվություն է ստացել 135,000 եվրո, 60,000 դոլար եւ 15 միլիոն ՀՀ դրամ։ Դա ամբողջը կա, պաշտոնապես հրապարակված է, ինչ էր անում այդ արդար կինը, այդ Տիկին Բելլա Քոչյանը, բերում էր երևի գիտեր որ Դուբայը ծաղկելու է զորանա, բերում էր Դուբայի։ Հենա խոխեքին վրա, Ջումեյրայի վրա Արամ եւ մեր հերոստատիտողին տեղեկացնենք հարգելի հետևորդներ, ուրեմն հասցեները բավականին շատ են, այնտեղ 6-7 միլիոն դոլարանոց արժողությամբ տների մասին է խոսքը գնում, բայց երևի հասկանում ենք, որ գումարը շատ է եղել չեն իմացել ինչպես ծախսեն, ովքեր եղել են Էմիրատներում, Արամ, Union հարգելի հետևորդներ, մետրոյի կայարանը որ կա, Ալ Ռիգա փողոցի վրա, այնտեղ Ալ Ղուրեյրա առևտրի կենտրոն կա, կողքով Այդտենց սեփական տներ է այդ կողքի փողոցով, այդտենց անցնում է դեպի շարժա գնացող ճանապարհի վրա, ձախի վրա այդտեղի սեփական տներն են առել երկու հատ իրար կողքի, որ այդ էլ իրանց լինի, որ պետք էլ չի երևի, բայց կարևորը փողը տեղավորեն այդտեղ Արամ։ Արդար կինը 135,000 եվրո սապտի ծախսեր ուղակի Արամ։ Արդար կինը, այս վերջի էթնիկ զտումից, որ Ղարաբաղից քուրը հել է վեշմեշոկը հավքել է, մարդն էլ Ղարաբաղցի 06-ով բոմժավարի հագնված թրելա, որ չիման գեներալը, սրանք այդ են, բանի, այդ Պարոնյան փողոցի տները տվե արդեն քրեին, արդար կինը, Բելան է արդար, որ արդար կիներները կթքեր իր մարդու վրա, կթքեր իր տաղու վրա, կասես չեք ամաչում արա, կթքեր իր հարսի վրա, այն որ հյուսային պողոտայի կեսը կոպեկներով առել են, նայում ես գործը, քառակուսին 1 միլիոն դրամ, ինքը 200 քանի հազար դրամով գույք է ձեռք բերել, այսինքն կառուցապատողը պետք է կամ գիժ լինի, կամ անասուն, շենքը սարքի, նվեր տա ուրիշին։ Սա հասկանում եք Արթուր, ես այտենց կառուցապատող չեմ ճանաչի Հայաստանում, այն Մարիապետյան Սամվելն այն եթիմը, որ փախել է Գերմանիա, այսինքն դրանք են սարքել, դրանք են սրանց փայ տվել։ Այսինքն սրանք արդարությունից են խոսում։ Ուրեմն Ռոբերտ Քոչյանը կարա արդարությունից խոսա։ Արդարությունից խոսացողը կգաս օֆշորային ընկերություններով գույք ձեռք կբերի, երբ որ իր ժողովուրդը տունտեղ չունի մնալու։ 10 հոգով մի սենյականոց տուն չունեն, Ղարաբաղցիները եկել են, այդ խեղճ ժողովուրդը չեն կարող տեղավորվել։ Սրանք են արդարությունից խոսում, իրաց գերեզմանները թողել են Ղարաբաղ, փախել են։ Դե Սետրակ Քոչյանը 70-ից ավել ընկերության սեփականատերա գույք ունի 70։ Սետրակ Քոչյանը թողը սպասի, մենք իր այդ շատ կարևոր աշխատանք ենք տանելու, զբաղվելու ենք իրանով։ Այն որ դատանում դատավորը ասում է ծառայել եք, ասում է այո։ Ասում է որ թվականին, ասում է չեմ հիշում։ Ես բազմիցս ասել եմ, չեմ, վաղն էլ չես հիշի երեխեքը ոնց են ծնվել, արա, այ տաղա։ Այ հորդ։ Ու սրա նման այս տուֆտեքը եկել են մեր քաղաքը, մեր երկիրը զավթել են, հային սարքել են գաղթական։ Մեկ-մեկ են ինձ ասում են բանա։ Ես այտենց կոպիտ խոսում, բա ինչ անեմ։ Կոպիտ չխոսա։ Ու այդ ասողը բոմժա դարես սրանց էսից։ Հաց ու պանիրով դիմավորում են թուրքերին։ Ցավոք պետք է նշեմ, որ մի հատ մեկնաբանություն կարդացի մեր տեսանյութերի տակ, մեկը գրել էր, որ Քոչյանին ամենաշատն եմ ատում, բայց եթե Արցախը հետ բերի, կուզեմ, որ ինքը գա իշխանության։ Իհարկե նման մեկնաբանություն նման ձևի մարդիկ մտածողները քիչ են շատ, բայց ինչպես Քոչյանը ինչպես է ասում բերելով, ուղարկելով ուղակի մսաղացի դիմաց մի 10,000 հոգի գյուլելով ասում է կբերեմ մի հատ չեն խոսում մի օր որ թե իրանք լավ այդքանից հետո պիտի Հայաստանը ծաղկեցնեն գան իշխանության հայ ժողովուրդը ապրի դեմքերի ժողովուրդով Հայաստան ծաղկեցնողը հենա կադի մեջ երում է ստե 40 հատ գույք կառնի այսօր շար չենք անում վաղը մարդիկ պայմանավորվել ենք արդեն հանդիպել ենք վաղը մարդիկ գալու են իրանք հետո հայ չեն ասեն սրանք ով են
Դել սրանց ինչ ասես։ Այդ կոմենտ գրողներին եմ ուզում անդառնամ, լսեք այ վիճվածքներին։ Չնայած մեծ մասը մեր աջակիցներն են, մեր հայ ժողովուրդն է, մեզ գիտեք ինչ դրական բաներ են գրում, քաջալերում են, բայց ընդ ֆեյքերով մի քանի հոգի կան գրող։ Մենք չենք էլ փագում, որ ժողովուրդը տենա մենք ոնց ենք դրանց պատասխանում, լսեք այ վիճվածքներ։ Այդքան տղայի կարա եկեք հելեք դեմներս։ Գիտենք Քոչարյանի հարցը ինչ ֆեյքով է գրում, այն մեկը ինչ ֆեյքով է գրում, այդ ամեն ինչից գիտենք։ Սերժիկի փեսեն իր շների հետ։ Հիմա դուք ինչ որ տղամարդկությունից եք խոսում, արա, մտել եք ձեր կնանիքի փեշի տակ։ Թուրքը մտել է ձեր սրբատեղիները, ձեր գեզմանները զուքանա սարքի, արա։ Դուք փասի գույնայք, ձեր ընկերները Բաքվի բերթում են Բակոյից սկսած, արա։ Այ վիժվածքներ, դուք տղա եք համարվում, դուք տղա չեք։ Ու դուք յուբկա եք հագնելու, մենք ձեզ յուբկա ենք հագցնելու, հանենք գցենք քուչեքը, որ ժողովուրդը ներա ու թքի ձեր վրա։ Բայց մեր հետևորդները խնդրում են։ Ու մի հատ կներեք մտել ասեմ, սրանց պաշտպանող մի քանի տենց սուտի իրանց երևակայող կան, որ շոր Քոչարյանը, Բելան, Էսկոմ, սաղիթ հերթը, սաղիթ հետևից գալու են կարա։ Այդ թռածներ։ Հայաստանից փախել են, հայինիք են փրկում։ Իրանց հարցերը թողել են։ Հետևորդները ասում են Արամ, քեզ մեկնաբանությունում գրում են, որ ուղակի փողոց շպրտելով չի լինի, որտեվ գրում են կգնան ու արտերկրում իրանց ունեցվածքը կսկսեն վայելել, այլ ամբողջությամբ պետքա վերադարձնեն կոպեկ առ կոպեկ։ Միանշանակ։ Եվ դա պետքա րոպե առ շուտ իրականանա, որտեվ անհնարին է սպասվում։ Արտուր, միանշանակ մենք վաղը կներկայացնենք ավելի գլոբալ հասցեներով ամեն ինչով, մոտ օրս կվերադառնանք արդեն Երևան, մենք մեր պայքարը մինչև վերջ տանելու ենք եւ ես մի բան եմ նշում, որ վերջի վերջո պետք է արդարությունը հաղթի Հայաստանում։ Հասարակ բան Արտուր, մեծա հարուստի, չէ, Արկադի Ձերժավայի Արկադիկի տղու դեպքը դուք բերեցիք, չէ։ Լավ, այդքան հնարավորություն ունեցող մարդու տղային փոխանակի շոր մեկին օգնի, լավություն անի, այդքան փող ունեն, չէ։ Զենքը ձերը ինչով է զբաղվում։ Լավ, սրանց մենք ինչ ասենք։ Մենք դրա համար եմ ասում, այդ համապատասխան, այդ զենք զրահը, որ այդպես իրանց եսիմում տեղն են դրել, գիտեք ինչ ենք անելու։ Մենք օրենքի ուժով սրանց պատժելու ենք։ Սրանք պետքա գնան լցենք բերթերը, որ այս վիրուսից ազատվի այս ազգը։ Հազիվ ուզում է շունչ քաշի։ Էլի չեն թողում։ Բեգալը թալան է հանել են դուս իրանց երկի կեսը։ Հիմա երկի ներսում ուզում են թազա հետ գան թալանելու։ Մենք ամեն ինչ բացահայտելու ենք եւ նորից եմ նշում, Միշիկ կլինի, Սաշիկ կլինի, Քոչարյան կլինի, ով ուզում է ալնի։ Ձեր վերջը եկել է, արա։